Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ փրկարարական ծառայության մայոր Արտակ Պողոսյան։ Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները եւ այսօր հունիսի 17-ին վաղ առավոտյան մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 09:30-ի դրությամբ Վանաձոր քաղաքում դեպքը տեղի ունեցած ենթադրյալ վայրից մոտ 500 մետր գետի հունով այս հատվածում մոտավորապես ջրասուզակ փրկարարի կողմից հայտնաբերվել եւ դուրս է բերվել 2018 թվականին ծնված Նարէ Մարտիրոսյանի դին եւ որոնողափրկարարական աշխատանքները նույն տեմպով շարունակվում են ենթադրյալ մյուս տուժածին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս պահին թերևս Փամբագետը գտնվում է վարար վիճակում, ինչն իր հերթին բավականաչափ դժվարացնում է որոնողափրկարարական աշխատանքները, սակայն դա խոչընդոտ չի հանդիսանում այն դադարեցնելու եւ փրկարարական աշխատանքները նույն թափով շարունակվում են։ Փրկարարների կողմից կիրառվում է մասնագիտական գույք սարքավորումներ, ընդգրկված են մեծ թվով տեխնիկական միջոցներ, որոնողափրկարարական աշխատանքներին օժանդակում են նաև ոստիկանության աշխատակիցները։